Չի լինելու մեր տարածաշրջանում ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացման, որովհետև սա մի նախագիծ է, որը ձեռնտու է բոլորին օգուտներ է բերում բոլորին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրկին անգամ խոսելով Թրիպուղու մասին։ Ըստ վարչապետի նախագիծը ձեռնտու է նաև Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի համար սա տարօրինակ է հնչում, բայց այդպես ստացվել է։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեի հետ, ըստ վրացական կողմի հաղորդագրության կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակն, ընդգծվել է Վրաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջնայինք եւ մտածենք տարածաշրջանը որպես ընդհանուր տարածք զարգացնելու մասին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Վերջինիս խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ նախագահը կարևորել է երկկողմ եւ Եվրոպական միության արտաքում իրականացվող համագործակցությունը, որն էական դեր ունի ընդհանուր արժեքների առաջնորդման գործում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ցավոք ավերածություններ ու վնասներ կան, վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։ Ալիևը դատապարտել է այդ հարվածը եւ ընդգծել, որ սա առաջին անգամը չէ, որ ռուսները թիրախավորում են եւ դեսպանատան շենքը եւ Ադրբեջանի հետ կապված այլ օբյեկտներ, գրել է Զելենսկին Տելեգրամի իր էջում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 2025 թվականի FIDE-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ անցած 16 շախմատիստներից 3-ը հայ գրոսմայստերներ են՝ Գաբրիել Սարգսյանը, Լևոն Արոնյանը եւ Սամուել Սևյանը։ Մրցաշարում առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։